Ընդդիմությունը պետք է մանդատները վերցնի։ Ամեն ինչ պետք է անել, որ Նիկոլը չմնա, ես այդպես կասեմ, հետո արդեն իրանք պետք է որոշեն ինչ են անում։ Ինչով է հիասթափեցրել ձեզ Ինչով, իսկ ինչ արել 8 տարվա մեջ։ Այն որ լրիվ պատասխանատու եղել է, արդեն տեսնում ենք ռեզուլտատները։ Չգիտեմ, ես լրիվ դեմ եմ իրան ու ինքը ոչ մի լավ բան այս 8 տարվա մեջ չի արել։ Միայն ժողովուրդը խառնել է իրար, ընտանիքները արդեն մարդիկ ընտանիքների մեջ իրար դեմ են։ Ոչ մի լավ բան չեմ տեսել։ Հայաստանի ասենք եթե Ռուսաստանից հեռու անում ես, ես դեմ չեմ, դա արդեն պոլիտիկա, որտեղ բայց սկզբից մի հատ փոչվա արա, դուրս արի այդ վիճակից, որտեղ 65% քո էկոնոմիկան ռուսներից է կախված։ Մի հատ ես դեմ չեմ, թող Իրանի հետ չմամ գազը կամ Իրաքում ինչ-որ խնդիրներ, ինչ-որ մի բան ընդեղից վերցնի ինքը մեր ախր sense չի կարելի, պրոստը տակ վերցնել ու դուրս գալ, հետո Հայաստանի հետագա 5 կյանքը քաղաքացիական պայմանագրի հետ Նիկոլ Փաշինյանի կառավարությամբ ինչպես եք տեսնում։ Շատ վատ։ Ճգնաժամային կլինեն։ Այո։ Էլ չասած որ կամած ոնց է Վրաստանում, չէ՞, թուրքերը կամած այն նույն վիճակն է մեր մոտ լինելու։ Ես չէի ուզի, որ իմ երեխաները, իմ թոռները ապրեն այդ վիճակում, որ հա հետ շուրգած տեսնես թուրքի հետևից ինչ անում։ Թուրքին երբեք չես կարա դու վստահես ինձ թվում է։ Կամ ասենք նույն այդ վիբրները, չէ, ասում են մարդ են բերել Ռուսաստանից, բայց ինչի Ռուսաստանը կամ համայնքը ուրիշ երկրների իրավունք չունի իր խոսքը ասի, հա, ասենք թե ինչի, ես չեմ հասկանում, իրանք էլ մերպես ունեն պասպորտ, չէ, իրանք Հայաստանի քաղաքացի են, ինչի միշտ ամբողջ կյանք տենց եղել է, չէ, որ մարդիկ օտար երկրներից ունենալով հայկական մասնագիր, իրանք մասնակցել են ընտրություններին, իսկ հիմա չի կարելի, ինչի ես չեմ հասկանում, կարելի է գնալ, այնտեղ մարդը իրաձենը տա, ինքն նույն ձևի Հայաստանի քաղաքացի է, ինչպես տեղի ապրողները։ Ինչպես հասկացա, դուք չեք աջակցել քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին։ Ոչ։ Իսկ ում կցանկանայիք Հայաստանում տեսնել։ Դե հիմա դժվար է ասել, ոնց որ ասում են ոչիներին ես ուզում, ոչ սրանց։ Երևի Սամվել Կարապետյանին։ Ամեն դեպքում մարդը իր աշխատանքով ցույց է տվել, որ այդքան հայերին օգնել է, էլի, իսկ հայերը վերցրեցին իրանց գոտին կրակեցին։ Ամեն ինչ նայում ես ցիրկը սարքել է, չէ, Էջմիածինը ինքն է, ամբողջ պատժամկաները, այդ որ առաջ մտնել չէր լինում հոտից, հիմա նորմալ ամեն ինչը, ես չեմ հասկանում ոնց կարելի է այդպես մարդուն չհավատալ, որը որ բարեգործություն է այդքան արել Հայաստանի հայերի համար։ Նույն Տաշիրի համար, նույն Ռուսաստանում աշխատանքի ինքը հիմնականում ընդունում էր Հայաստանի հայ մարդկանց, հետո նոր միշտ Պերվաչիրոտ նստին տալիս էր հայերին աշխատանքի ընդունելուց, ինքը շատ լավ բաներ արել մարդկանց համար, հիմա ինչ ունենք մենք իրան չհավատալու։ Ես կուզեի ինքը լիներ, իսկ յանքը ցույց կտար արդեն իր օրով ոնց կլիներ։